ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ոնց որ թե կասկածի տակ է դրվում, որ Հայաստանում մաֆիա եղել է, եւ հիմա որոշ մասով գլխատվել է հիմա մաֆիայի գոյությունը, բոլորս տեսել ենք տարիներ շարունակ, սկսած մարտի 1-ից։ Եվ մաֆիան իր ձևը եւ բովանդակությունը ստացել է հոկտեմբերի 27-ից հետո։ Մինչ այդ ինքը տարբեր դրսևորումներով այսպես խմբակային դրսևորումներ ուներ։ Մաֆիան լինում է եւ քաղաքական եւ թաղային, բայց հոկտեմբերի 27-ից հետո ինքը ասենց ամբողջացավ եւ հիմա ես երբ որ կներկայացնեմ էվոլյուցիոնը, որը կապացի նրա գոյությունը եւ նրա բացակայությունը հիմա, կարծում եմ դրա մեջ ոչ մեկի չի կասկածի։ Պարագլուխները իհարկե մի մասը մեծամասամբ հայտնվեցին Ռուսաստանի Դաշնությունում։ Միրան, ասենք Պողոսյան, Քեթրինի Միրանը։ Կարար մեկը բանան բերեր, որտեղ եթե բերում էր նույն Պաշտոնյան, որը նաև գեներալ ուսադիրներ ուներ, ինքը ուներ խմբեր, որ այդ խմբերը կարող է այդ բերողներին ընդհանրապես մի քանի րոպեի ընթացքում բացատրեին, եթե բախտ վիճակվեր ողջ մնար, որ այլևս դրանով պետք է չզբաղվեն։ Պաշտոնյան ուներ ապօրինի զինված խմբեր։ Մարտի 1-ին այդ ապօրինի զինված խմբերի ցանկը հրապարակվեց եւ կարծում եմ 18 թվականից հետո նախաքննական մարմինը հնարավորություն ունեցավ այդ ցանկի որով անցնի եւ շատ բաներ բացահայտվեն։ Ես մի դրվագ բերեցի Միրան Պողոսյան, վառելիքի ինչ ուզում եք ասեք։ Այսօր այդ խնդիրները հանված են, բայց այդ չի նշանակում, որ այդ զինված խմբերը բացակայում են, նրանք կան եւ վերջերս մենք տեսանք թե Աջափնյակում, թե մյուս տեղերը, եւ դրանք պարզապես կորցրել են իրանց ղեկավարների զգալի մասին, իսկ ղեկավարների մյուս մասը ստվերից մեկ-մեկ դուրս է գալի եւ պետք է ստանա իր պատասխանը։ Տիկին դատախազ։ Զեկույցի հետ ես համերաշխեմ ամբողջությամբ թվային տրամաբանությամբ, ապօրինի գույքի հետ կապված բոլոր ձեր ջանքերը գլխավոր դատախազության միարժեք այդտեղ հսկայական աշխատանք կա կատարված, պարոն Խաչատրյան իհարկե նշեց մեկ դեպք, բայց այն ինչ որ դուք ներկայացրել եք հանրության մոտ ոչ մի կասկած չկա, որ դրանք իրականություն են։ Ինչի՞ չկա, որտեղ բոլորը գիտեն, որ այն հայցերը, որ դուք դիմել եք, ասենք Աղվան Հովսեփյանը, որ ապրում է Սարյան փողոցում այդ տանը, եւ մի հատ էլ ծակել մտել է բազմաբնակարան շենքի տարածք, որտեղ ֆիթնեսով է զբաղվում, դա ապօրինի է։ Բայց ինքը եթե չլիներ գլխավոր դատախազ, այդ հնարավորություն չէր ունենա։ Եվ այդպես բազմաթիվ պաշտոնյաներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներից պարզվեց հսկայական գումարային տեղաշարժ կլինի դեպի Հայաստանի բյուջե, Գագիկ Խաչատրյանի։ Դա այդ ինչ էր, սենց որոշեցին, որ գումարը աշխատեցին, գնաց չէ։ Այդ ճանապարհը լիցենզիան այդպիսի կարողություններ ունեն հենց մաֆիոզ դրսևորումների մասին։ Դրանք եղել են։ Փառք Աստծո այսօր չկան, բայց մենք ունենք հսկայական անելիք, նրանց նախկինում առաջարագործությունները պարագլուխներին օր առաջ Հայաստան բերելու, որտեղ բացահայտումների ծավալը այդտեղի որակը կդարձնի անշրջելի նման ուրեմն դրսևորումները հետագայում երազելու համար։ Հիմա դուք ձեր ելույթում նաև նշեցիք, որ եթե կան որոշ այլ դրվագներ, որոնք զեկույցի մեջ ներառված չեն, արժի դրա մասին խոսել, ես հենց այդ ուղղությամբ եմ պատրաստել զեկույցը, իմ մտահոգությունները, որը արժի, որպեսզի մենք գլխավոր դատախազության հետ մեկտեղ անցնենք այդ ճանապարհը, սկսեմ առաջին կետից, որը վերաբերում է Վահրամ Խորխորնու սպանության վերաբերյալ քրեական գործով վերջին ժամանակներս, ուրեմն այն հայտարարություններին, որը վերաբերվում էր դրա բացահայտմանը։ Ինչպես հայտնի է, թե նախաքննական մարմնի եւ թե ԶԼՄ-ների կողմից հանրային իրազեկում արվեց Խորխորնու սպանության դեպքի բացահայտման վերաբերյալ։ Այդ ամենի շրջանակներում տեղեկացվեց նաև, որ դեռևս 99 թվականի վերջերին նույն գործով կասկածվող 3 անձիկ, այդ թվում Սասուն Արուշանյանը, նույն գործի շրջանակներում ձերբակալվել եւ կալանավորվել էին, բայց որոշ ժամանակ անց անհայտ հանգամանքներում ու պատճառներով ազատ էին արձակվել։ Ընդ որում, նշածը տեղի ունեցել 99 թվականի հոկտեմբերի 27-ի դեպքից հետո վարչապետ Վազգեն Սարգսյանի սպանված լինելու հանգամանքից օգտվելով, ինչի մասին հանրությունն իհարկե այն ժամանակ պատշաճ տեղեկացված չեղել։ Իմ համար էլ շատ անհայտ էր, որ Վազգեն Սարգսյանի կենցանուրակ այդ գործը բացահայտված եղը պարզվում է եւ իր սպանի հոկտեմբերի 27-ից հետո եկել այս մարտիկ ինչ որ որոշումով գնում են։ Ես այդ հարցը չեմ զելացել, վերցել եմ հերոսը, զանգել եմ այն ժամանակ գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին եւ ասել եմ. Բորիս, այս ո՞նց է, այս ի՞նչ է եղել։
Ինք ասես չեմ հիշում։ Ես նորից իրեն ուզում եմ հիշեցնել եւ դիգեն գլխավոր դատախազ ուզում եմ որպեսզի հիշացվի, կանչվի, հիշացվի։ Ոնց ա եղել, երբ որ դա համարվել է բացահայտ իրեղեն ապացույցներով եւ այլն, խոստովանական ցուցմունքներով։ Հիմա այսպես մի հատ շրջապատույի ինքնի մեջ ենք հայտնվել։ Եվ բնականաբար առանց ուժեղ քաղաքական ձեռքի այսպիսի իրողություններ երազել հնարավոր չէր։ Իսկ քաղաքական ուժեղ ղեկավարողը Հայաստան խմբակցության ղեկավար Ռոբերտ Քոչարյանն էր այդ ժամանակ։ Ակնհայտ էր դա։ Հիմա պետք է այս թնջուկ այստեղ շատ լավ ման կա բացահայտելու։ Եթե ինչ-որ միտեղ հասկանալի էր 99 թվականին ձերբակալված ու կալանված հիշյալ գործով անցնող 3 անձանց 99 թվականի հոկտեմբերի 28-ի դեպքից հետո ազատ արձակելու հանգամանքը, ինչն ըստ էության բացատրում է խնդրո առարկայի նկատմամբ նաև հանրապետության տվյալ ժամանակաշրջանի իշխանությունների համապատասխան դիրքորոշմամբ եւ վերաբերմունքով, ապա ամենևին էլ հասկանալի չի մեր այսօրվա մեր իշխանության տրամաբանության մեջ, սա ես կուզեի, որպեսզի անձամբ ես օր առաջ տեսնենք, թե այստեղ որտեղ ենք թերացել, որտեղ այդտեղ ակնհայտ անելիք կա եւ ես մոտ ժամանակներս կզանգարեմ, եթե լինի հնարավորություն միասին քննարկենք այս հարցը, եթե դեմ չեք։ Ես իմացա, որ Մոսկվա դիմվել է ձեր կողմից, որպեսզի վկաներից մեկը արտահանձնվի Հայաստանի Հանրապետության եւ կարծում եմ դա էլի հնարավորություն կտա, բայց այստեղ իմ կարծիքով հիմնական բանը ով որոշում կայացրեց այս մարդկանց ազատվի, խափանմիջոցը փոխեն եւ գնան Լեռնային Ղարաբաղ։ Առանց այն ժամանակվա պաշտոնյաների, հատկապես գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնելու, սա անհնար է, առավել եւս առանց քաղաքական որոշում ունենալու։ Դատախազության 25 թվականի տարեկան աշխատանքի զեկույցում գրեթե անդրադարձ չարվեց 99 թվականի հոկտեմբերի 28-ի ոչռագործության դեպքին, տիտին գլխավոր դատախազը, անցյալ անգամ եմ հարցրել, 27-ի հետ կապված կան այսօր վկաներ Ալիկ Հարությունյան, Նայիրի Բադալյան, Սամվել Ուզունյան, որոնց օր առաջ Հայաստանում լինել, որ տարիների ընթացքում եւ հիշողություննակորում այդ մարդիկ կարող է պարզապես ինչպես շատ վկաներ ֆիզիկապես գոյություն չունենան եւ մենք բացահայտման տեսանկյունից կարող է այդ հնարավորությունից զրկվենք։ Ես տվեցի ընդհանրապես մի քանի անուններ։ Հիմա հաջորդ հարցը, ինչքան ժամանակ ունեմ, հա։ Մարտի 1-ին։ Մարտի 1-ը մի հատ ցուցիչ էր, որտեղ ըստ էության այդ նույն մաֆիան, որպեսզի քաղաքական իշխանությունը պահպանվի, իրանք ամբողջությամբ դրսևորվեցին։ Եվ մի դրվագ ասեմ, որտեղ կարող է չասնեմ, ինչև էր ժամանակս քիչ է, բայց մի դրվագ 030 հրա մասին շատ են խոսել, զինված ուժերի օգտագործման, բայց ստվերում ամնացը Լեռնային Ղարաբաղի զինվորականների Հայաստան բերելը։ Մի դրվագ բերեմ Լենինգրադյան փողոցում տեղակայված էր Սպեցնազը, Սպեցի Գագո, ափսոս Սերյանը Հովանեսը, բոլորին ճանաչում է, Սպեցի Գագոյի գլխավորությամբ։ Լեռնային Ղարաբաղից Հայաստան բերված այս մեծականակ խումբը ղեկավարվել է Սամվել Կարապետյանը։ Հիմա Սպեցի Գագոյի ենթակայության տակ եղել է նաև Արթուր Ավանեսյանը։ Ձեզ ինչ որ բան ասեց այս անունը։ Ապրես։ Դա մեր հայտնի դեմ քաղաքավարված Կանդազն է։ Կանդազը։ Եկել էր Երևան ինչ աներ, իշխանությունն էին փրկում։ Չէ որ մեր նպատակները Լեռնային Ղարաբաղի հետ կապված գահավիժվեց հենց երբ որ տղա բերեցին Հայաստանի վրա, ընդ որում զինված։ Հələ ապորնի զինված խմբերը քիչ էին, Կանդազը, հիմա եկել է այստեղ, նորից եկել է ինչ կանդազություն ալի։ Ես ասում եմ բաներ, որ քննիչ հանձնաժողովը նաև ձեռքի բերել այդ նյութերը նաև նախաքննական մարմնում կան այս բաների ապացող փաստեր, արձանագրված, տիկին Գալստյան, կարող եք դիմել։ Գլխավոր դատախազի ներկայությամբ եմ սա ասում։ Շատ լավ դուք անդադ դատավճիռի հետևում եք պահպանած, ես պաստերի, ես խնդրում ինձ խանգարում են, խնդրում։ Վերականգնեք Պաշտպանի ժամանակը։ Ինչքան վերականգնեցիք։ 10 րոպե, շատ լավ, շնորհակալություն։ Հիմա այս խմբերը, որ եկել են, ինչքան լավ ստացվեց Տիկին Գալստյան ասելիք շատ կար, որովհետև խմբերի գոյությունը առանց քաղաքական իշխանության sense լավ բարկա դաբրոյի դա չէր լինի։ Հիմա Պաշտոնության բանակից այս խմբերը ոգան բոլորը ենթասպաներ, սպաներ, Կանդազը չգիտեմ, ժամանակ մայոր էր, թե միվա գնդապետի ուսադիրումներ։ Սպեցի Գագոն հիմա Մոսկվայում ինչ չեն գիտեմ։ Բայց դա սպեցի Գագոն էր։ Դենց է։ Հիմա Սամվել Կարապետյանը հարցաքննվել ես գիտեմ, եւ շատերն են հարցաքննվել։ Շատերն են հարցաքննվել։ Օգանովսկի, որ ձեզ լավ հիշվի։
Հիմա այս խմբերի պաշտոնական բանակից Հայաստան գալը, որը թաքցվել է այն ժամանակ ամբողջ ծավալով։ Իրանք տեղակայված են, քանի չանձնաժողով է սա բացահայտվել է, քանի չեմ ասում, կներեք, փաստավակ խումբ է, որտեղ ոչ ազգային ժողովի։ Տեղակայված է հավաքակայանում, Չարբախ, եւ ինչ որ պայ ինչ որ ժամից նաեւ տեղակայված են կառավարության շենքում տպարանի տարածքում։ Լավ է, չէ՞։ Հիմա այդ խմբերը բոլորը պաշտոնապես մեծամասամբ պաշտոն զբաղեցնող զինված ուժերում մարդիկ են։ Առանց այն ժամանակվա պաշտոնական բանակի հրամանատարի հնարավոր է sense բանել։ Պաշտոնական բանակի հրամանատարը Մովսես Հակոբյան։ Առանց Հայաստանի գլխավոր շտաբի պետի Սերան Օհանյան եւ փախուստի մեջ հավերժ գտնվող Միքայիլ Հարությունյանի հնարավոր էր սա ամբողջ անել։ Ոչ։ Առանց քաղաքական իշխանության հանձնարարականի այսպիսի բան հնարավոր էր անել։ Նպատակը ո՞րն էր։ Իրանք ոչ թե գնդակահարել են մարդկանց, իրանք ցանկացած յուրաքանչյուր 10-ի վրա կրակը կարար գնել։ Դուք մի նայեք, որ 10 հոգի է սպանվել։ Ոչ էլ նայեք դրա, միեդի որոշումը։ Միեդի որոշումը տվեց բացառիկ հնարավորություն հայտնել, որ մարտի 1-ը բացահայտված է։ Բացահայտված է եւ վերջ։ Հիմա ես խնդրեք Տիկին դատախազ նախաքննության նյութերում այն ինչ որ ես ասում եմ, ես տիրապետում եմ տեղեկատվությանը այն ժամանակվա մեծ տրված միջազգային մանդատից եւ այդ լիազորություններից, որի ուղղությամբ ամեն ինչ արել են, խոչընդոտ արել են, որ փաստավակ խումբը որևէ տեղեկություն չկարողանա ունենալ։ Հաջողվել է։ Դա հիմք հանդիսացավ նաեւ միեդի որոշման մեջ այդ նյութերը ներառելուն, որը հիմք հանդիսացավ նաեւ միեդի կողմից, ասի, որ այս ամենը դարձել է իրականություն քաղաքական իշխանության բացթողության կամ հանձնարարականի միջոցով։ Դա հիմա ինչ ենք անելու մարտի 1-ին, պետք է բացահայտված է, նշանակում է իհարկե դետալացվի, բայց մեծ համացան բացահայտումը կապված է, որ եղել է որոշում անել ամեն ինչ իշխանությունը, բայց օգտագործել ցանկացած ռեսուրս, թաղային խուժանին, ուրեմն բաներին, փողը լա բաժան, ամեն ինչ եղել է։ Հիմա այսօր չկան դրանք եւ հիմա գամ վերջին դեպքերին, ես որտեվ խառնվեց մի քիչ, դուք խոսեցիք դատախազության կանխարգելիչ հնարավորությունների այս պահին իրավական բացակայության մասին։ Վերջերս Աջափնյակի դեպքերից հետո մեր փորձագետների հետ միասին Պաշտպանության հանձնաժողովի մենք մշակեցինք մի փաստաթուղթ, որը ես հանրայնացրեցի որպես, ասենք, իմ մտահոգությունները տիրող իրավիճակին, հանցավորության դեմ պայքարի։ Ինչ էր տեղի ունեցել Աջափնյակում։ Մեկ էլ մի հրահանգով աղջկա ինչ որ պատմություն էր։ 40 հոգի զինված եկան, այսպես նշանակում է դրանք կային։ Շատ զենք կա թաքցրած, այդ զենքերը հայտնաբերելու համար մեր քրեական ոստիկանությունը եւ ընդհանրապես մեր անվտանգային մարմինները պետքա շատ ջանքեր դնեն, որովհետեւ նրանք երբեք թաքստոցից դուրս չգան կամ օր առաջ բերեն հանձնեն պետությանը։ Ես հիշում եմ, որ 90-ականներին եղել է դեպք, երբ որ իշխանությունը որոշել է այդ ապօրինի զենքերը գնի եւ արդյունք եղել է, բերել են գնվել այդ զենքը, կարծեմ ժամանակ ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանն էր։ Բայց դա էլ է տարբերակ, բայց կանխարգելիչ գործողությունները շատ կարևոր են այդ խնդիրների լուծման ուրեմն տեսանկյունից։ Ժամանակին դատախազությունը այս լիազորությունները ունեցել է։ Ես կարծում եմ, որ գուցե նաև ազգային ժողովի հետ քննարկվի այս կանխարգելիչ գործողությունների նկատմամբ վերահսկողության ֆունկցիաների հնարավորությունը դատախազությանը վերադարձնելու։ Դա այստեղ անելիք ունե, կարող է դա ընտրություններից հետո իրականություն դարձնենք, բայց սա շատ հնարավորություն կտա մտնենք այնտեղ, որտեղ կանխարգելելով կկանխենք արդեն կատարվող հանցագործությունը։ Բոլոր ոլորտներում։ Ես խոսեցի իհարկե Աջափնյակի դեպքը, որ ավելի ծավալուն էր, բայց մենք տեսանք Փարաքարը, Զովունին եւ որպեսզի դրանք երբևիցե չկրկնվեն, բոլոր ուժային կառույցները, բնականաբար դատախազության հսկողական ֆունկցիաները լիարժեք օգտագործելու միջոցով մենք սա պետք է դարձնենք իրականություն։ Ես իմ խնդրանքը ելույթից վերջում հոկտեմբերի 27-ը ունենք բացահայտելու հնարավորություն։ Վերջերս ես տեսա, որ
արտաշիրիմում են արել իմ մյուս ընկերոջ գեներալ Արծրուն Մարգարյանի երեզմանը, ես զրույց ունեցա, որտեվ Արծրունին ինքնասպանություն ներկայացնելով, սպանելով, դա պետքա բացահայտվեր։ Հիմա արտաշիրիմում պետքա տար արդյունք, բայց ես հետաքրքրվեցի, որ այնքան վնասված է եղել, որ հիմա այն ակնկալիքը փորձաքննության տեսանկյունից դա բացահայտելու մի քիչ խոչընդոտներ կան, բայց ես գիտեմ, որ հիմնական վկաները, որոնց միջոցով Մարգարյանին ներկայացնում էին իշխանության ինչ-որ դրսևորում, գերմարդու կերպար, վերջում հոկտեմբերի 27։ Վազգեն Սարգսյանը ինքը անդադ խուսափում էր, որ դա հանկարծ դարձնեն շահարկման նյութ, ասում էր ոչ մեկը շպիոնամանիայով չզբաղվեք։ Բայց մենք տեսանք, որ այդ վտանգները, վախերը, որ նաև հասարակությունը զգում էր, դրանք մենք տեսանք, իսկ բացահայտումը կկանխի նմանատիպ հրեշավոր պլանավորումը, հատկապես դրանց դրսևորումը իշխանական պայքարի մեջ կարա գրավիչ լինի, գայթակղիչ լինի։ Կարա։ Մի հատ sense քաղաքական sense տակնու վրա անող գործողություն, իհարկե դա հիմա շատ բարդ է, որովհետև մենք հիմա ավելի աչալուրջ ենք նման դրսևորումները կանխելու տեսանկյունից, որովհետև իշխանությունը իր մեջ չի պահում հանցագործությունը թաքցնող որևէ օղակ, բայց միշտ պետք է աչալուրջ լինենք։ Պարոն նախագահ, շնորհակալ եմ ինձ լրացուցիչ ժամանակ տրամադրելու համար։ Հիմնականում մենք ինչ-որ կցանկանայի ասեցի, եւ իհարկե եզրափակիչ խոսքից հետո այն ինչ-որ ներառված չէր զեկույցում, ելի շարունակում են մնալ իմ գոնե ցանկությունների ու նպատակների բացահայտման առումով, մարտի 1-ը բացահայտված է, մնում է դետալացնել, ես իմացա, որ հատուկ միջոցների կիրառման դրվագով մենք նաև փաստավախումբ ունի հատուկ զեկույց, որը նույնիսկ տալիս էր, երբ որ զեկույց, այս էլ ասեմ վերջացնեմ, երբ որ զեկույց հրապարակել ենք, Տիկին Քլոյանի հայրը կարդացել էր, ասեց իմ տղային, այս ենթասպայի կրակոցից է եղել, ինքը ենթադրում եմ ճիշտ էր, որտեղ ինքը հատուկ միջոցի իրավունք ունենք կիրառելու որոշակի սխեմայով, հրամանատար խումբը 3 հոգուց բաղկացած, տեղանքը եւ այլն, ել չեմ ասում, որ հատուկ միջոցները չերեմուխան իրավունք չունեն կիրառել։ Պարզապես դա բաց տարածքում իրավունք չունեն, բայց դրանք, եթե արդեն դատախազությունը գործ ունի հանձնելու, այդտեղ շանսերը շատ մեծ են, թիրախային հենց բանի։ Դիպոկահար կրակոց ունենք Չերոմխայից, երևում են ովքեր։ Ունենք կոծկած գործ, Տիգրան Աբգարյանի գործ։ Երբ որ ինչ-որ մեկը ցուցարներից գալիս կրակում է եւ սողալով փախնում է ներքին զորքերի անձնակազմի մոտից եւ ոչ մեկը չի կարող բռնել։ Այդպիսի դրվագներ էլ կան։ Ինչ վերաբերում է ազատության հրապարակի այդ թմրամիջոցների բաներ եւ այլն, գործարկած գործերը նախաքննական մարմինը, ասեմ ձեզ, բացահայտել է այդ ամոնը, որ դրա կեղծ է, գործակալական հաղորդումները կեղծ են, չկան այդպիսի մարդիկ, չկան։ Սարքովիա, Օղորմիկ, Գորիկ Հակոբյանին, շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար